շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի այս ժամից ձեր խոսք եք փոխանցում մեր լսարանին, անդրադառնալով անցած շաբաթվա կարևոր թեմաներին։ Եվ այսպես մենք երեք տեսակ պղծության երկրորդ արարը Հովանավանքում, այդ ծիսակարգը, որը իրականացվում էր կարգալույց եղած Ստյոպա Սադրյանի կողմից, ինչպես նախորդ շաբաթ Մայրաթորն էր բնորոշել, բռնազավթված Հովանավանքում սրբապիղծ արարողություն է տեղ ունենում Սուրբ Պատարագի անվան ներքո։ Ես խնդրեմ դրան անդրադառնալ, հետո եթե կարելի է ընդամենը 1 րոպե դուք այս անձի լավ գիտեք ու խնդրում տեսեք դրան լկտի պահվածքը 3 մեր գործընկերոջ Անի Գևորգյանի նկատմամբ։ Որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող ներողություն։ Եկել եմ խոսամ, որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուրես Սարգիս Համասեռամով, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասել, ինքն էլ ասաց։ Ազատորեն վերցնելու, ասու դրան մոտ եմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցրեն, լրիվ կասկածները, ու մի հատ զնքեմ էլ էսի։ Ձեր կասկածները իրավապաններին ես հրավիրում եմ վարչապետի մի բան։ Հերո ես մնում ինձանից։ Լավ եմ, ասում ես որ կասկածները Խնդրեմ, դուք սրան լավ գիտեք, ով է, սա հայտնի է, երբ որ գիտեք լավ իմանալը ո՞րն է։ Դե չէ, էպիֆանքսոց իհարկե, զզվելի անգամ։ Խնդրեմ, այս նայմեն անձն է, որ ասում էր արցախցիները մերում անում պիտի փրթվեն, մորթվեն, Նիկոլ Փաշինյանի պաշտպանող անհայտ կամ հայտնի սեռական կողմնորոշումով, խնդրեմ։ Չէ, որ սա այլ սեռական կողմնորոշում է, կասկած չկա։ Նկարներ, լուսանկարներ եւ այլն բազմաթիվ։ Բայց այստեղ գիտեք, հետաքրքիր է ինչի թե ինչ է սա խոսում։ Այդ նախորդ միջոցառմանն էլ այդ դևերին երկրպագության Հովանավանքում իրականացնող սա եւս այդպես ինքնագրգռված վիճակով լրագրողների հասցեն ավել պակաս բաներ է խոսում, բայց ասեմ ձեզ, որ սա ինքնին լավ ցուցիչ է, գիտեք, մեզ համար Թովա Փաշինյանի պաշտպան։ Նման զնման գտան է։ Ես որ ասում եմ աղանդավորներ, միասեռականներ, թմրամուրներ, հարբեցողներ, փառասերներ, արծաթասերներ եւ այդպես շարունակ։ Դե Փաշինյանի շրջապատը դա է։ Դե բնականաբար պիտի պաշտպանում։ Ժամանակին 18 թվականին հիշում եք Փաշինյանը ոնց էր հեքիաթ պատմում Փարիզի ինչ-որ մի հյուրանոցում, ինչ-որ մի տրանսվիստիտի պաշտպանության, որը ստիպված Հայաստանը լքել է, որտեղ Հայաստանում իր նկատմամբ որոշակի բռնություններ են կիրառել եւ այդպես շարունակ։ Դե նորից եմ ասում, Փաշինյանը նման զլման են, այս Փաշինյանի շրջապատը է սա։ Բայց այստեղ խնդիրը, ասենք, այս անձը չի, ոչ էլ սկզբունքորեն, ասենք, շատ ավելի քիչ մարդիկ, որոնք այս կիրակի են գնացել Հովանավանք, քան նախորդ։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, թե կոնկրետ ինչ խնդիր է լուծվում իշխանությունների եւ իր տերերի կողմից, կոնկրետ Փաշինյանի ամիջական կուրատոր, որին ինքը հաշվետու է, որի հետ ամիջական կապի մեջ է, եւ դա Ալիևը չի դեպ ասեն ձեզ։ Ես կարծում եմ, որ դա Թուրքիայի նախագահն է, Էրդողանը։ Ինչ խնդիր է լուծում։ Այսինքն Փաշինյանը հիմա եկեղեցին պղծելու, իբր պատարակ մատուցելու, որի ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ հոգևոր տեսանկյունից իրավունք չունի։ Ստյոպիկ ասատրյան կոչվածը նման միջոցառում անի, հա։ Իսկ Փաշինյանի ամբողջ շրջապատն էլ գալիս է Հովանավանք պատարակ լսելու։ Իրանց համար նորից եմ ասում, պատարակը Թաթայի կամ Ձախարութի համերգն է, կարծեմ տժժում են։ Տարածքում ծխում են, առանց գլխաշորի ներս են մտնում, այնտեղ Չարենցավանի
քաղ պայմանագրից ավականու անդամին էլ հարցել էին հաղորդության պայն ասել էր ինչ էդ ինչա ինչ ես արել չէ այսինքն մենք հիմա արձանագրում ենք որ Փաշինյանը էս այ Հովանավանքը ինքը լավ ցուցիչ է ինդիկատոր է ով է Փաշինյանը եւ Փաշինյանի կողքը կանգնածները եւ կապ չունի այդտեղ շատ են քիչ են բայց փաստը մնում է փաստ որ շատ քիչ են ես ուզում եմ որ մեզ լսողները նաեւ հասկանան ինչ խնդիր է լուծվում մեր եկեղեցին գրոհելով վեապարին պարտադրելով որ հրաժարական տա որի իրավունք անգամ վեապարը չունի Ներողություն պարոն Հապետյան մինչև կանցնենք բուն վեհարանի վրա գրոհին մայրաթորի որ եւ դրա իրական պատվիրատուների ու պատճառների երեք ներձակտին Հրաչյա Հակոբյանը ասում է գիտեք ինչու հոգեվորական չդարձավ գիտեք որ ասել է Երուսաղեմում սեռական ոտնձգություններ Ուրեմն այսօր երեք նախորդ օրը իշխանությունները տարածում են մի տեսանյութ որտեղ կարգալուծ է արվել մի կուսակրոն հոգևորական Ես չեմ ուզում հարամացնել այդ անձի ոչ աստվածապանական գիտելիքների ոչ լեզուների իմացության որը իմ մտերիմները ինձ փոխանցեցին մոտքից գիտեն բավականին բարձր է այդ մարդուն այդ անձին նախին կուսակրոն հոգևորականին հեռացել են կարգալուծենարը որտեվ ուներ այլ սեռական կողմնորոշում ինձ հետաքրքիր է ասենք եւ դրանց եթեր են տալիս այսինքն այդ ձեր նշած անձը երբ ինքը իրեն ասել են ծնողները թե ով խորհուրդ են տվել որտեվ Երուսաղեմում այսպիսի բարքեր եւ այլն եւ այլն Լավ դե ցեղ շպրտել առանձնապես մեծ ոչ խելքի ոչ խորագիտության ոչ էլ քաջության գծեր ունեցող անձը չի ցեղը ցանկացածել է ասենք նոր մի արվամոլ ասենք լրագրողի եթե չեմ սխալվում անի հանդեպեր դե հիմա ինչպես ասում են պետա Փաշինյանը ունի էր ինչ ունի եկեք մի բողոքեք էլի եկեք ընդունեք որ Փաշինյանի շրջապատը դա է ինչա ուզում եք իսկապես այդ միջոցառմանը գնային աստվածավախ հա տիրոջ պատվիրանները առավելագույն ձգտող պահող հոգևորականներ աշխարհակ ուզում եք այդպես չէ իրանք չեն գնա դե Փաշինյանի շրջապատը դա է եւ իրենք գնում են հիմա թե Փաշինյանը անդրակի ինչ է ասել թե Միջոցը տղկային կանայք նաև մեր ճավարի դրած կային համանելը ամենավերջին կեղտոտ բարը եկել էին սուրբ պատարակի իրենցի ասածով եւ ամենակեղտոտ բառապաշարով Դա ես նորից եմ ասում Հովանավանքը ինքը լավագույն ինդիկատորն է ինչ ասել է Փաշինյան եւ իր շրջապատը չի իսկապես Սա ես նախորդ մեր հաղորդմանն էլ եւ դրանից հետո էլ տարբեր տաղավարներից երբ խոսում եմ ասում եմ դրանք ուրացողների աղանդա հոկտեմբերի 26-ին ուրացողները որոնք 3 հարթությամբ են ուրանում երրորդը եղավ առաջին անգամ Հովանավանքում նախ ուրացել են Փաշինյանը եւ իր շրջապատը ուրացել են Արցախը եւ մեր զոհված տղերքին ընդ որում իրենց խոսքերով Փաշինյանի իր զուգընկերոջ օրենսդիր մարմնի ղեկավարի եւ այլոց ուրացել են ցեղասպանությունը եւ Արարատը եւ հոկտեմբերի 26-ին գործնականում իրենք հավատը եւ եկեղեցին ուրացան այսինքն իրականում մենք արձանագրենք որ այդտեղ հավաքվում են ուրացողներ եւ այդ ուրացողների խնդիրը իրենց ուրացումը ներկայացնել որպես ճշմարտություն սա է բայց ով է ներկայացնում մենք նայեցինք չէ եւ ես նայել եմ կանանց խոսակցություններն ասենք այդպես օրինակ ասենք նույն Փաշինյանը որը գոնե եթե գետ մի փոքր
որը չկա փաստորեն մի բարոյականության մշուլ անգամ ուներ, այդ կանանց կարգել այդ բառամթերքով, այդ կեցվածքով եւ այլն խոսել առանց լրագրողներ հետ, բայց դե ինքը այլ խնդիր է լուծում, ես դեռ եմ ասում, այստեղ շատ ավելի լուրջ խնդիր է լուծվում, քան այն անձինք, ովքեր որ այդտեղ գալիս են, ներկա են ստանում, մարզպետներ, Ալեն Սիմոնյանը դիմացավ մեկ շաբաթ։ Եվ այլոք եւս շատ քիչ դիմացան։ Բայց միևնույն է, այն համատարած վիճակը, որ պետք է գային իրենց ամուսիններով, զույգերով, չգիտեմ, երեխաներով եւ այլն, նման բան չկա։ Այդ թող գան, ասենք, մյուս եկեղեցիներով Ինչպես են գալիս մարդիկ, իրենց ընտանիքներով, իրենց զավակներով, իրենց թողներով, խոնարհությամբ, հեզությամբ, գալիս են ոչ թե պատարակ լսելու, այլ պատարակին մասնակցելու։ Եվ ես նորից եմ ասում, մեզ համար շատ կարևոր է հասկանալ ինչ խնդիր է լուծում, որովհետեւ մենք փորձենք նաև մեր քաղաքացիներին, նաև նրանց, ովքեր որ այս կամ այն չափ մոլորյալ են, ընդունենք այսպես էլի, այդ ճանապարհից հետ կանգնեցնել, որտեղ եթե մենք տեսնում ենք մեղքը, բայց դրա մասին չենք բարձրաձայնում, չենք ասում, մենք եւս այս կամ այն չափում մեղսակից ենք։ Պարոն Հարապետյան, նախորդ եթերում դուք ասացիք ինչն է Ստյոպային այդ ասատրյա, դրթում որ այս ամեն ինչին գնա, ըստ էության ակնարկելով, խոսելով ըստ էության կոմպրոմատներն են։ Հիմա հաջորդ Կիրակի Փաշինյանը մեկ այլ եկեղեցի է որոշել թիրախավորել։ Ուրեմն երկու, չէ, ասենք այսպես, այս Կարգալուց հոգևորականի Ստյոպիկ Ասատրյանի ի զորակցություն, իբր մտքերը ասել, մյուսներն էլ զորակցել են այդ մտքերին, ճղճիմություն։ Ուրեմն երկու քահանա, մեկը որը Հովանա վանքում այդ դևերին մատուցում են, իրականում այդպես է, որտեվ տիրոջ տաճարը, որը բռնազավթված է, բռնազավթման հիմնական շահառու սատանան է իր դևերով։ Եվ դևերին իրենց մատուցած ծառայությունների համար երկու եւս քահանա են, մեկը ով Ստյոպիկ Ասատրյանի հետ Կիրակի օրը այդ տարածքում է, որը ես որքան գիտեմ ինքը Գեղարքունիքի թեմից է։ Եվ մյուսը նույն թեմից Արագածոտնի եկեղեցու անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ Թալինում այդ Փաշինյանը, որ ասում է Թալին են գնալու եւ այլն, փորձում է այնտեղ շատ մարդ հավաքել, ենթադրում է, որտեղ այնտեղ իշխանական լծակներ ունեցող անձիկ բավականին մոտիվացված են Փաշինյանին ծառայելու, միգուցե այնտեղ շատ մարդ բերի։ Ես չեմ բացառում, ոչ թե իշխանական աթոռների վրայից հետույքները փոկել բերելով, այլ ուղղակի ժողովուրդ։ Այնտեղ եղբայրներ կան հայտնի, նրանք միգուցե բերեն ինչ որ քանակ, բայց այդ քանակը ոչինչ չի որոշում։ Հաջորդել կարող է ասենք անի Գեղարքունիքում եւ նույնիսկ եթե մի քանի տեղել անեն։ Ավելին ասեմ, հիմա խոնարհված եկեղեցիներ է վերանորոգվում։ Եվ Վեհապար Հայրապետի 3 քաղաքալության 26 տարին է լրացել եւ տասնյակներով եկեղեցու ծառաներ, այդ թվում նաեւ հոգեվորականներ, այդ թվում նաեւ կուսակրոն կարգալուց է դարվել։ Հիմա այդ կարգալուց անձանց բերել մարդամեջ ինչ որ եկեղեցիներում, ինչ որ ցիսական կարգ կատարելու եւ այլն արդեն ակնհայտ է, չէ՞։ Ով է, ասում է, ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Օրինակ Փաշինյանի ընկերը Ռոմաշկան է։ Փաշինյանի ընկերը Լաչար կանայք են։ Փաշինյանի ընկերը աղանդավորներն են, առանց գլխաշորի պատարակին մասնակցություն ունեցող։ Փաշինյանի ընկերը մարդիկ են, որոնք չգիտեն այդ տարածքում ինչ է տեղի ունենում, իբր հաղորդություն են տվել, խեղճ մարդն էլ չգիտեր այդ հաղորդություն, խորհուրդը եւ այլն եւ այլն։ Դե հիմա այդ պաշտոնյան խիստ հարաբերական է, հասկանում եք։
Եվ հետեւաբար եթե մենք ուշադրություն դարձնենք նույնիսկ եթե աշխարհագրությունը մեծացնի տեսականորեն այդ կարգալույց հոգևորականներին իրավունք տան ինչ որ ծիսական կարգեր անելու դեպ այդպիսի ծիսական կարգ որոշ կարգալույց հոգևորականներ փորձ անում էին Մարտունու եւ Գավառի կողմերը աներ դերևս մի 4 տարի առաջ այդտեղի ժողովուրդը տենց սիրով բացատրեց այդ մարդիկ թողեցին հեռացան բացատրեց որ խոնարհված եկեղեցիներում պատարակ չեն մատուցում ծիսական կարգ չեն անում եւ այդպես շարունակ հիմա Փաշինյանը կարող է դրան գնա բայց նորից եմ ասում մենք հասկանանք ինչի համար է եկեղեցին վեհապար հայրապետը մեր թեմերի առաջնորդները թիրախավորված խնդիրը շատ բարձր է նաեւ այսօր հայտնի դարձավ Արազօրյանը հազանգում է եղբորն ու եղբորորդուն վեհապարի տանում են կալանքի նախ իրեն գնացել են կամավոր տեսանյութերը ցույց են տվել որ ոչ մի խոչընդոտ չի եղել քարոզչության Էջմիածին ոսկեհատ գյուղում եւ այլն հիմա իրենք ինչ խնդիրա լուծում Փաշինյանը ըստ իրան կփորձում է ճնշել վեհապար հայրապետի վրա որ վերջինս հրաժարական տա ինչով է խանգարում վեհապար հայրապետը այն ծրագրերին որը Թուրքիան ուզում է տեսնել Հայաստանում կոնկրետ Թուրքիայի նախագահը եւ որին լծվել է կատարել Փաշինյանը շատ պարզ վեհապար հայրապետը ամենայն հայոց կաթողիկոսն է մեր եկեղեցին ունի 4 նվիրապետական աթոռներ Էջմիածին, Անտիլիաս, Երուսաղեմ եւ Պոլսում երկուսը պատրիարքներ են Անտիլիասում Լիբանանում կաթողիկոս Արամ առաջին Հիմա խնդիրը հետեւյալն է Փաշինյանի տերերի ծրագիրը որպիսի Հայաստանում ստեղծվի նոր եկեղեցի ընդ որում այդ եկեղեցու վրա ամբողջովին ազդեցություն ունենան աշխարհիկ իշխանությունները այդ եկեղեցու կաթողիկոսը հնարավորություն եւ իրավունք չունենա բացի Հայաստանի թեմերից աշխարհասփյուր հայության տարածքում տարբեր պետություններում գտնվող եկեղեցիների թեմերի վրա ունենա իրավական եւ հոգեվոր ազդեցություն օրինակ Անտիլիասի թեմին ենթարկում են մի քանի պետություններում Անտիլիասի կաթողիկոսին ենթարկում են մի քանի պետություններն թեմեր Երուսաղեմը առանցին է պատրիարքություն Պոլիսը Թուրքիայում առանցին է հիմա եթե ստացվի եւ հաջողվի փաստացի վեհապարի հրաժարականի խնդիրը այն չի որ հրաժարական տա եւ իր տեղը ինչ որ մեկը գա հրաժարականից հետո եկեղեցին այլևս Երևան կենտրոնով ամենայն հավանականությամբ որտեղ Փաշինյանը դրա մասին ակնարկել էր ասել որ ժամանակին Վաղարշապատում կար մայրաթոր որտեղ Վաղարշապատը մայրաքաղաք էր հիմա Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է ուրեմն Երևան կենտրոնով ինքը ինչ որ առնով ասենք Հայաստանի առաքելական եկեղեցի նշանակում են ինչ որ խորհուրդ են ստեղծում ինչ որ հոգեվորականներ աշխարհականների Թուրքիայի մոդելով Թուրքիայում այդպես է Թուրքիայում հոգևոր խավը ամբողջովին ենթարկվում է աշխարհիկ իշխանության եւ աշխարհիկ իշխանությունն է մշակում քաղաքականությունը հոգևոր դաշտում այդ թվում նաեւ ուրբաթօրի նամազի ժամանակ իշխանությունների տված տեղեկանքների հիման վրա են մոլաները հավատացյալների հետ Ղուրանով մեջբերումներով խոսում, բայց թեզիսները տրվում է իշխանությունների կողմից։ Հայաստանում եւս փորձ է արվում ստեղծել նման եկեղեցի։ Նման եկեղեցի ստեղծելու համար առաջին խոչընդոտը վեհապար հայրապետն է, որտեղ ինքը համարվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին B. Վեհապար հայրապետը անգամ իրավունք չունի բեկանել Աստծո որոշումը, որտեղ ինքը օծյալ է։ Սուրբ հոգով օծված ամենայն հայոց կաթողիկոս։
Ուր մնաց Փաշինյան Նիկոլի ասելով։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ Վեհափար Հայրապետի եւ մտերիմ հարազատներին նկատմամբ գործընթաց սկսի եւ հերու անընդհատ ճնշելով։ Բայց մի բան փաստ է, այն ինչի մասին ինքը ասում էր, որ Վեհարյանը վեհի, որ Էջմիածնում ինքը պետք է մեծ հավաք անի հրապարակում եւ այդ հավաքից հետո գնան աղոթքի եւ այլն, հասկանալի է ինչ նպատակով։ Ես կարծում եմ, որ ուղղակիորեն խնդիր է դրվել Փաշինյանը Էրդողանի հանձնարարականը կատարել։ Մեր եկեղեցին մասնատել, ստեղծել Հայաստանի եկեղեցի, որը ուղղակիորեն կենթարկվի Թուրքիայի նախագահին, միշտորդավորված Հայաստանի օրվա իշխանություն կոչվածներին։ Սա է ծրագիրը։ Եվ այստեղ թիվ 1 խոչընդոտը Վեհափար Հայրապետն է։ Պատական է, որ Արագածոտնի թեմի առաջնորդը եւս բանտարկված է։ Իհարկե պատահական չէ, իհարկե։ Պատահական էր, որ 3 Mən որ ասում աչքերիդ գույնը դուրս չի գալիս, քեզ 5 տարի կալանք, ասում ինչու, ասում որտեվ այդ կապույտ գույնը ինձ հիշեցնում է իմ երկնագույն անցյալը։ Այսինքն ցանկացած պատրվակով սա նաև իդեպ ցուցիչ է ոչ միայն հոգևորականների, նաև քաղաքական գործիչների, նաև հասարակական գործիչների, նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Այսինքն իշխանությունին պետք է ինչ-որ մեկին բանտարկել, ուրիշ ճանապարհ չունեն, պատճառ միշտ էլ կգտնեն։ Ես այս բանտարկության հետ կապված միշտ մի դեպք եմ հիշում, ինձ ժամանակին պատմել էր Երջանկահիշատակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մինչև 88 թիվը զբաղվել էր քաղաքական գործունեությամբ, ընդհատակում գործող մի կուսակցության անդամ էր եղել եւ այլն, ինձ մի դեպք այդպես պատմվել է, ուղղակի հիշում եմ, ինքը բանտից նոր էր դուրս եկել, բայց պետք էր, ինչպես ասում են, նորից ինչ-որ բան սարքել գլխին։ Դե գրպանները թմրամիջոց գցելը ոնց որ թե քաղաքական գործի համար այդքան էլ ընդունած չի։ Մոտենում են 2 հոգի, ինքը ինչ որ միտեղ, մեկին սպասում է, զրուցում են, հետո մեկը թքում է մյուսի դեմքին, մի հատ էլ ապտակում է։ Գալիս է երրորդը, ասում է այո, ես տեսա, որ թքողը ապտակողը Անդրանիկ Մարգարյանն էր։ Որտեղ Անդրանիկ Մարգարյանը մեկ էլ ոստիկանությունը արագ հայտնվա ձերբակալում։ Այսինքն եթե պետք լինի ցանկացածին փակել, փակելու են։ Բայց այստեղ մենք հասկանանք, այո, թիրախը Վեհափար Հայրապետն է, իր հրաժարականն է, որտեղ այդ հրաժարականն է դուռը բացելու մեր եկեղեցին եւ իր կարգավիճակը որպես համայն հայության հոգեվոր առաջնորդ, մեր եկեղեցու հոգեվոր առաջնորդ իր հրաժարականից հետո եկեղեցին մասնատելու են եւ մի հատ այսպես հայաստանյան եկեղեցի են պատրաստելու, որտեղ իշխանությունները կունենան, ասենք, ղեկավար նշանակելու 100%-անոց իրավունք, ոնց որ Թուրքիայում, ասենք այսպես, եւ դրանից հետո Սփյուռքում այլևս այստեղի եկեղեցու հոգևոր առաջնորդը չի գնա օրինակ Շվեյցարիայի Բեռն քաղաքում եւ Ադրբեջանի իշխանությունների, Թուրքիայի իշխանությունների կատարած քայլերի մասին քրիստոնյա աշխարհում չի բարձրաձայնում։ Իսկ Վեհափար Հայրապետը հունիսին բարձրաձայնեց եւ այս ամեն ինչը սկսեց հենց դրանից։ Փաշազադեն երբ խոսում է, Փաշինյանը շատ արագ, ինչպես ասում են, այդ խոսքից ինքը հասկանում է այն հանձնարարականներ, որ պիտի կատարի։ Դա Ադրբեջանն էլ շահեր ունի, որ մեր եկեղեցին, որտեղ մեր եկեղեցին նաև մեր պետականության կարևորագույն պաշտպան ինստիտուտներից մեկն է, ազգային ինստիտուտ։ Թուրքիան Սփյուռքի խնդրով, Թուրքիային պետք է որ դրսում հայկական Սփյուռք սկզբունքորեն չլինի, ինչու որտեղ այդ Սփյուռքի մեր հայրենակիցները իրականում ժառանգներն են ցեղասպանության հետևանքով մազապուրց
հայերի, որոնք իրավական առումով իրավունք ունեն Թուրքիայից լինել պահանջատեր, երբ պահը գա, երբ Թուրքիան ստիպված լինի ճանաչել ցեղասպանությունը, ինչ աշխարհաքաղաքական վայրիվերումների արդյունքում եւ փոխհատուցել բոլոր այն վնասները, որ ժամանակին տվել էր այդ տարածքում ապրող ազգությամբ հայերի։ Այս դա Թուրքիայի համար մահացու հարված է, որտեղ ինքը իր տնտեսությունը ուղղակի ճակ կտա։ Դա բար Թուրքիան լուծում է իր խնդիրը, Ադրբեջանը լուծում է իր խնդիրը։ Փաշտյանը լծվել է այդ երկու պետությունների նախագահների խնդիրները Հայաստանում կատարելու ամենաբիրտ, ամենաայլանդակ, անօրինական ձևով։ Ես ասում եմ այն քաղաքացիների բառամթերքով, ովքեր հավատում են, որ Հայաստանում դեռևս օրենք կա եւ օրենքը կարող է օրենքի պաշտպան, իրավապահ համակարգ, քննչական կոնտեքստ, միշտ ասել եմ օկուպացված տարածք։ Երբ գնահատում եք, որ Հայաստանը օկուպացված տարածք է, այս բոլոր քայլերը ուղղակիորեն մտնում է օկուպացված տարածքում իրավապահ համակարգի գործունեության մեջ, որը իրավապահ համակարգ չի։ Այնտեղ մի այսպես շրջանակ է, որը ուղղակի կատարում է կոլաբորանտ կառավարության ղեկավար Փաշինյանի հրամանները եւ վերջ։ Եթե եկեղեցի հետ կապված ձեր խոսքը ավարտեցիք, պարոն Հակոբյան, ես կուզեմ այս թեմային։ Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից, դա կլինի ամենամեծ վերադարձը, հայտարարել է ադրբեջանցի падգամավորը։ Վերջինս հայտարարել է, որ հայերը սպասում են Բաքվի որոշմանը ներկայացնելու ճակատներում իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ Կովկասյան կամ ծովից ծով Հայաստանը։ Խնդրեմ։ Նաև որպեսզի ձեզ չընդհատեմ, Զանգեզուրի միջանցքի բացմամբ կբացվի Թուրքիայի միջով անցնող արևելք-արևմուտք գիծը, հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։ Տարածաշրջանը, որտեղ մենք ենք գտնվում, կդառնա ամենանշանակալիցներից մեկը փոփոխվող աշխարհակարգում։ Ուրեմն ակնհայտ է, որ այն միտքը, որը Ադրբեջանի տարբեր պաշտոնատար անձանց շուրթերից հնչում է, ակնհայտ է, որ Ռուսաստանին դուրս դնելու խնդիր կա։ Ինչու՞։ Որտեղ թուրքական աշխարհը 1600-ականների եւ 700-ականների այս տարածաշրջանը ոչ միայն հարավային Կովկասը, նաեւ հյուսիսային Կովկասը, նաեւ միջինասիական հանրապետությունների տարածք կամ կենտրոնական Ասիայի երկրները, ներառյալ մինչեւ Աֆղանստան, այդ թվում նաեւ Իրանի մի մասը, այդ թվում նաեւ Սիրիա, այդ թվում նաեւ Իրաք, այդ տարածքների համար միշտ մրցակցություն է գնացել թուրքական աշխարհը ներկայացնող այս կամ այն ցեղախմբի եւ, ասենք, իրանական աշխարհը ներկայացնող 1502 թվականից մինչև 1736 թվականը այս իմ նշած տարածաշրջանում բացարձակ առումով կայսրություն են ստեղծել մոտ 234 տարի կայսրություն են ստեղծել սեֆյանները, շահերը, որոնք շիա մուհամեդական էին, բայց իրենք պարսիկ չէին։ Վստահաբար թուրք էլ չեն եղել, որտեղ այդ շրջանում իսկապես իրանական մշակույթը ծաղկում ապրում, գիր, գրականություն, արվեստ, բժշկություն եւ այլն։ Տարբեր գնահատականներով հիմնական կարծիքը, որ այդտեղ մի քանի 100 տարի ապրած շիա մուհամեդականություն ընդունած քրդեր են եղել, բայց իրենք սպասարկել են այդ տարածքում, այսպես ասենք, Իրանի շահը։ Հիմա խնդիրը հետևյալն է, եւ այս տարածքների համար Ռուսաստանը կռիվներ է մղել, այդ թվում նաեւ Պետրոս մեծի ժամանակներում։ Հիմա որպեսզի ձեր նշած բանաձևումը, եթե մի օր Ալիևը այստեղ լինի, ինչ կասի, ես պատասխանեմ, ինչ ասում Փաշինյանը։ Ալիևը, որ ասում է Ռուսաստանը օկուպացել է մեր տարածքները եւ այլն, ինքը նկատի ունի սեֆյանների ժառանգությունը, այսինքն այդ շահերի ժառանգությունը, որտեվ իմ խորին համոզմամբ Ադրբեջանի նախագահը ինքը արդեն իսկ ամենայն հավանականությամբ համոզվել է, որ այն պրոյեկտները, որ կան մեծ Թուրանի, դա հետին պլան է մղվում, շատ ավելի առաջնակարգ է դառնում եւ Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար, ոչ թե մեծ Թուրանը, որը բրիտանա-թուրքական պրոյեկտ էր,
Ռուսաստանի դեմ ուղղված, այլ Սեֆյանների ժառանգորդ պետությունը հայտ ներկայացնի այդ կայսրության 234 տարվա կայսրության քաղաքական ժառանգությունը ուրեմն ստանալու եւ դա դրվում է Ալիևի վրա, այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից Ատրպատականի ամբողջ շրջանն, որ ասեմ բոկելով Սեֆյանների ժամանակ մայրաքաղաքներ եղել է եւ Թավրիզը եւ Սպահանը, բայց ոչ երբեք Բաքու։ Փաստը մնում է փաստ, որ հիմա Ալիևին համոզել են եւ կարող եմ ենթադրել առաջին համոզողներից մեկը Վատիկանն է, ինչ որ շահեր ունի լուրջ։ Հիմա եթե վերադառնանք Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց կեցվածքը Ռուսաստան որպես օկուպանտ այդ տարածքները ժամանակին գրավել։ Ինչ է ասում Փաշինյանը։ Հետաքրքիր որ նույն երկն է երկում եւ արդեն իսկ փագագծերը բացվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս դնել եւ Հայաստանը դառնա Սեֆյանների քաղաքական ժառանգորդ Ադրբեջանի, մեծ Ադրբեջանի, որը հույս ունի, որ Իրանի դեմ պատերազմից հետո Ատրպատական ամբողջովին կասնի Ադրբեջանին, կստեղծվի արդեն մեծ Ադրբեջան, Սեֆյանների ժառանգության մի մասը, ասենք Բաքու կենտրոնում։ Հիմա Փաշինյանը այս պրոյեկտի մեջ է եւ ինչ է ասում Փաշինյանը։ Ի արձագանք նոր ձեր ընթերցած ադրբեջանցի այդ պաշտոնատար անձի ասում է հնարավոր է որ գոյություն ունի ընդհանուր վտանգ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության համար։ Սա Փարիզի խաղաղության համաժողովում Փաշինյանն է ասում։ Իսկ ի՞նչ վտանգ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության համար, ով այդ վտանգը։ Ահագին հայտա որ ենթատեքստով Ռուսաստանն է։ Հիմա շարունակում է։ Ասում է որ երկու երկրները Կովկասի, Հարավային Կովկասի նկատի ունի Ադրբեջանն ու Հայաստանը նմանատիպ պատմական փորձ ունեն անցած դարում։ Ահա, արդեն գալիս ենք 1918-20 թիվ։ Եվ հիմա ես մեջ բերում եմ Փաշինյանի խոսքը։ Ասում է. հնարավոր է մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման նպատակով կարող է գոյություն ունենալ ընդհանուր գործոն, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ այդ ճանապարհով մենք կշահենք։ Ի դեպ, 20-րդ դարի սկզբին մենք միասին ստացանք անկախություն 3 օրում։ 1918 թվականին մենք ստացանք անկախություն, իսկ մի քանի տարի անց միաժամանակ կորցրեցինք այն՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ 1991 թվականին մենք միաժամանակ միասին ստացանք անկախություն եւ հնարավոր է որոշ ժամանակ անց գիտակցեցինք, որ մեր անկախությանը կարող է սպառնալ ընդհանուր վտանգ։ Եվ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետությունների զարգացման, մեր անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության օրակարգի վրա։ Իմ կարծիքով սա շատ կարևոր գործոն է, սակայն վստահ չեմ, որ Ադրբեջանի դեպքում ադրբեջանական կողմից գնահատականը նույնը կլինի։ Ասма դուս խոսքը հավանակին են ասում։ Փաշինյանը ակնհայտ ասում է, որ ինքը 1918-20 թվականներին այս տարածաշրջանում Բրիտանիայի գերիշխանությամբ ստեղծված անդրկովկասյան Սեյմ այդ ժամանակ նման մի կառույց էր վերպետական ստեղծել, որ իր բանակը պետք է ունենար եւ որը այդ բանակի անձնակազմը պետք է ինչ աներ մարտնչեր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Այս էլ ձեզ ներկա պրոյեկտը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ զինված ուժերի զինծառայողները պատրաստվում են մոտ ապագայում Ռուսաստանի դեմ, եթե ստացվի իհարկե։ Ուղղակի այս պրոյեկտի մեջ հիմա ներգրաված է ոչ միայն Բրիտանիան, այլև Վատիկանը, այլև Միացյալ Նահանգները։ Ինչ որ չափով Թուրքիան, թե Թուրքիան իր խաղ ունի, իր համար կարևորը թուրքական պետությունների կազմակերպությունը մեծ Թուրան պրոյեկտի միսու արուն ստանա առավելագույնս։ Բայց հիմա այնուամենայնիվ այստեղ Հարավային Կովկասի 3 հանրապետություններին օգտագործելն է առաջին հերթին Իրանի, հետո Ռուսաստանի դեմ։ Եվ
Նույն Փաշինյանի խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան օգտագործել միմյանց տարածքը տարանցման համար։ Եվ Փաշինյանի հայտարարությամբ Հայաստանը պատրաստ է բացել տարածիկ ճանապարհ Թուրքիայից Ադրբեջան։ Եվ հնարավոր է շատ ուժեր շահագրգիռ չլինեն այս հաղորդակցային ուղիների բացման հարցում։ Ակնհայտ է Ռուսաստանի եւ Իրանի նկատի ունի, բայց իրականում այս նախագծից բոլոր դերակատարները կշահեն։ Իհարկե դերակատարները եթե լինեին Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, իհարկե իրենք շահելու են։ Սա ասել է Փաշինյանը հոկտեմբերի 30-ին 2025 թիվ։ Ակնհայտ է, որ այս մտքերի ամբողջ իմաստը, ինչպես ասում են ալֆան ու օմեգան, հետևյալն է։ Հայաստանը մտնում է մի պրոյեկտի մեջ, ես դրա մասին շատ վաղուց եմ ասել եւ նորից ինձ իրավունք են վերապահում կրկնել, որտեվ արդեն մենք գործնական փուլ ենք մտել։ 1918-ին ստեղծված Անդրկովկասյան Սեյմ։ Միացյալ բանակ, որը պետք է պատերազմի, ես կարծում եմ, որ դա պատերազմելու է, ընդ որում դա բավականին լուրջ զինուժ է, որտեվ Թուրքիային էլ են ներգրավելու, իսկ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի զինուժը եւ պայստազորում, ակտիվ պայստազորում, ոչ պասիվ, ակտիվ պայստազորում գտնող անձնակազմը քանակը մենք գնահատենք, դա մոտ 1 միլիոն մարդ է, 400,000 Թուրքիան ունի գործող բանակ 400,000 ակտիվ պայստազորում է, 100,000 Ադրբեջանը ունի բանակ, 100,000 ակտիվ պայստազորում է։ Եվ այսպես 1 միլիոնանոց բանակ, որը մարտական խնդիր պիտի կատարի մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Եվ այստեղ Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացիները եւ զինված ուժերը այս մեծ պրոյեկտի մեջ ընդհանրապես գործիք են օգտագործելու մսացու, ինչպես ասում են։ Այդ դրան են պատրաստում եւ պատական չի, որ հիմա Հայաստանի զինված ուժերը բոլոր առումներով համազգեստից սկսած բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Այդ թվում նաև զենք զինամթերք, որտեղ ինքնաձիգից սկսած հրետանի, արկեր եւ այլն, այդ բոլորը ռուսական արտադրության հետ էական տարբերություն է տրամագծերի հետ կապված։ Հիմա նատոյական զենք, նատոյական հրահանգիչներ, նատոյական մարտավարություն, նատոյական բանակի կառուցվածք, սերժանտական ինստիտուտով։ Այս բոլոր նպատակը մեկն է, որ երբ այս 1 միլիոնանոց բանակը Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը երբ սկսեն գործողություններ Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ապա պետք է կարողանան ներդաշնակված գործել։ Ադրբեջանի բանակը վաղուց ՆԱՏՕ-ի ստանդարտներում է, Վրաստանի բանակը, որը պարբերաբար զորավարություն է անում Թուրքիայի եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ստանդարտներում, են Հայաստանը, հիմա Հայաստանին բերում են ՆԱՏՕ-ական ստանդարտներով։ Եվ մարտավարությունը, եւ կառուցվածքը, եւ զենք զինամթերքը, եւ զինամթերքի ինքնաձիգից սկսած փամփուշտ արկերի տրամագծերը։ Այսպես, այնպես որ այդ խաղաղության դարաշրջան առևտուր կանենք, ամենից լավ կլինի կուշտ կուտեք, կուշտ կապրեք։ Ես ոչ թե չարագուշ եմ, այլ գործնականում ասում եմ, այս տարածաշրջանում պատրաստում է շատ մեծ պատերազմ, մի կողմից Իրանի, մյուս կողմից Ռուսաստան դեմ, չգիտեմ, տարբեր սցենարներ կան, ես չեմ ուզում, եւ այս հաղորդման նպատակն էլ չի, թե որ սցենարը առավել շուտ կաշխատի, բայց ակնհայտ է, որ երկու պետությունները թիրախավորված են եւ կրկին պատական չէ, Ռուսաստան դաշնությունը ամեն աստծոր ռազմական ինքնաթիռներով տեխնիկա է տեղափոխում Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այսինքն այդ երկու պետությունները պատրաստում են այս տարածաշրջանը իրենց դեմ պատերազմող երկրներին հավուր պատշաճի, ինչպես ասում են, պատասխանել։ Բայց այդ պատերազմների հետ կապված ես ընդհանրապես մեկ բան ասեմ, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահը երբ Պոսեյդոն եւ Բուրիվեսնիկ զինատեսակների մասներ խոսում, որոնք հաջողության փորձարկումներ անցել են, Ռուսաստան նախագահը մի հետաքրքիր, այսպես մեջբերում արեց։ Ուրեմն կա Խորհրդային Միությունը ունի ցարի բոմբա։ Այսինքն շատ հզոր 50 մեգատոն ուրեմն պայթյունը 50 մեգատոն ներկա
այն օրինակը, որտեղ Ռուսաստան նախագահը բերեց մի հրթիռի հետ կապված իրենց մոտ, նա պայթյունի չափը 10 մեգատոն էր եւ ընդհանրապես ասեց, որ Պոսեյդոնից արձակած հրթիռը կարգով ավել է պայթյունի ուժգնությունը այն հրթիռից, որը ունի 10 մեգատոն, այսինքն մենք արձանագրում ենք, որ 100 մեգատոնանոց պայթյուն առաջացնող հրթիռ ունի Պոսեյդոնը եւ 3 օր առաջ ռուսական մի նավ այլևս ջրերում է, որի վրա կա 12 Պոսեյդոն։ Այդ 12 Պոսեյդոնները արդեն գնալու են մարտական հերթապահություն իրականացնելու։ Ես կարծում եմ, որ իրավիճակը, որպեսզի Ռուսաստանի դեմ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ճակատներ չբացեն, իսկ իրականում այդպես է արվում, հա։ Մի ճակատը մեր կողմից է, մեր մոտից։ Մյուսը մեր Դնեստրի Մոլդավական Հանրապետության դեմ ագրեսիա եւ տեղից ռուսների ներքաշել Ռուսաստանին պատերազմի։ Հաջորդ ճակատը կարող է Կալինինգրադի մարզը լինել, որը բլոկադայի մեջ է, ցամաքային ճանապարհ չունի։ Որպեսզի այս Ռուսաստանը չհայտվի ամբողջ պարագծով հարվածների, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին, քանի որ այսօր ռազմական առումով Ռուսաստանի հետ չափելի է միայն Միացյալ Նահանգների զինուժը, միջուկային զինանոցը, ինքը Միացյալ Նահանգներին ասում է, որ ես ունեմ 100 մեգատոնանոց ուրեմն պայթող հրթիռներ եւ որը կարող են պայթեցնել։ Դա, ինչպես ասում են, այդ ցար բոմբայից 2 անգամ ավել։ Ընդ որում, եթե ցար բոմբան մի հատ էր, այստեղ սերիական արտադրության է դրվել եւ արդեն մարտական հերթապահություն է իրականացնում։ Էլ չեմ ասում բուրևեստնիկ տիպի, ինքը ասում են հրթիռ է, բայց ես կարծում ինքը անօթաչու թռչող սարք է իր ֆունկցիոնալ տարողությամբ։ Միջուկային շարժիչով աշխատում ռեակտորով 14 ժամ թռել է, 16000 կիլոմետր թռել է, բայց այստեղ կարևորը գիտեք որն է, երբ հրթիռը բաց է թողնում, հրթիռը 2 գործառույթ կարող է անել, կամ թիրախին հարվածել, կամ եթե կրակող մասը որոշում է, որ թիրախին պետք է չհարվածի, ինքն է ոչնչացնել, այսինքն հրաման է գնում, ինքն է ոչնչացման, այդ հրթիռը հետ չի գալիս։ Ի տարբերություն այդ հրթիռների, բուրիվեստիկը ինքը հետ է գալիս, այսինքն եթե խնդիր կա, որ մարտական խնդիրը ընդամենը աուսարսափ տարածելն է հակառակորդի վրա, հետո այդ հրթիռները հետ են գալիս, այդ առումով իրենք ավելի շուտ անօթաչու թռչող սարքերի դասակարգի մեջ են մտնում, բայց բնականաբար երկար ժամանակով գտնվելով օդում եւ խոչընդոտները հաղթարելով, լինի օվկիանոս, ծով, լինի լեռներ, ձորեր եւ այլն, մակերեսին շատ օդ, այսինքն այդ անօթաչու թռչող սարքը կամ այնուամենայնիվ ասում է հրթիռը ինքը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների համար անխոցելի է։ Սա էլ մյուս առավելությունը, որի մասին Ռուսաստանի նախագահը ասաց։ Սա մենք կարևորենք, որ այնուամենայնիվ մեզ ոչ բարեկամ պետությունները պլանավորել են այս տարածաշրջանը պայթեցնել։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Ռուսաստանը փորձելու է ճակատներ չբացելու համար Միացյալ Նահանգների հետ վերջնարդյունքում նստի ընդհանուր հայտարար գալու։ Իհարկե ուժի դիրքերից։ Այսինքն process-ը գնում է Կարիբյան ճգնաժամ 2-ի սցենարով։ Վերջին հաշվով ժամանակին Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները, որսի միջուկային պատերազմ չլներ, նստեցին բանակցեցին փոխզիջումներով։ Կարծում նույն բան հիմա է լինելու։ Այսքանը ձեր հարցին ի պատասխան։ Այն իրականության մեջ, որ մենք այսօր ռազմագերիներ ունենք Բաքվի բանտերում, կոշտանվող հայրենակիցներ ունենք, անհետ կորածներ ունենք, Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Ցորենի համար։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ պաշտպանական բարեփոխումների եւ ոչ միայն պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով բյուջեն կրճատում են այն իրականության մեջ, որ մենք տեսնում ենք զուգահեռ ինչ է անում Ալիևը, խնդրեմ։ Եվ ձեր խոսքում էլ ասում եք, թե տարածաշրջանի ջիհեռացող կացա է, որ ամեն պահի ուղղակի պատերազմ է պայթել։ Ուրեմն նախ Ցորենի հետ կապված մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ։ Սա փաստ է։ Ինչու՞, որտեղ Փաշինյանը
եւ Ալիևը պատրաստվում են ինչ-ինչ պայմաններից ելնելով կնքել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր։ Ուսկն երկու պետություն չհայտարարված պատերազմի մեջ են։ Ուղղակի հիմա սառը ֆազա է, էլի, գետնի վրա տակ լուրջ ռազմական գործողություններ չեն գնում։ Հիմա եթե մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, որն է երաշխիքը, որ են հացահատիկը, որը Ղազախստանից Ադրբեջանով գալու է Հայաստան, ասենք համապատասխան մշակումների չի ենթարկվի։ Ասենք թունաքիմիկատներով, չգիտեմ, կա երաշխիք։ Ես կարծում եմ չկա։ Եվ դուք պատկերացրեք, որ փաստացի Հայաստանը հիմա հայտնվելու է մի վիճակում, որտեղ ստանալու է Ադրբեջանով սննդամթերք, իհարկե Փաշինյանը ինքը բան է անելու, ինչպես ասում են, ամենայն հավանականությամբ այն հացահատկից եւ հացահատկից թխած հացից կօգտվի, որը որ վստահաբար Ադրբեջանով չի եկել, որտեղ նորից եմ ասում, ոչ մի երաշխիք չկա։ Նույնիսկ որը կարող է իդեպ պետական մակարդակով էլ չարվի, բայց Ադրբեջանի տարածքով ասում։ Ասենք ինչ երաշխիք, որ մասնավոր անձիկ ինչ-ինչ իրավիճակից ելնելով, ասենք նման քայլերի չեն դիմի։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ հավանականություն կա, որ կդիմեն։ Սա ինչ վերաբերում է հացահատկին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինվելուն, նորից եմ ասում։ Ադրբեջանը Թուրքիայի տարածաշրջանում լրջագույն խնդիրներ է կատարում Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Կախված թե որ հիմնական շահառուն է այստեղ առավել ազդեցություն ունենում։ Ասենք եթե Միացյալ Նահանգները Իսրայելը դեպի Իրան, այստեղ առաջին ջութակը բնականաբար Ադրբեջանն է, որտեղ Սեֆյանների քաղաքական ժառանգության վերականգնման գործընթաց է գնում Իրանի մասնատմամբ։ Եթե մեզ Թուրան կամ հարավ Անդրկովկասյան Սեյմ, ինչպես 1918-ին, այդ դեպքում պայքարը գնալու է փաստացի Ռուսաստանի դեմ։ Այսինքն երկու սցենար, երկու դեպքում էլ տարածաշրջանը պոտենցիալ պայթող է։ Միակ ճանապարհը ասում եմ, որ տարածաշրջանը որից խնդիր չառաջանա, դա այն է, որ Ռուսաստան Միացյալ Նահանգներ միջուկային պատերազմի բացարձակ վտանգի առաջացմամբ նստում են բանակցությունների փոխզիջումների։ Ընդ որ ռուսական կողմի դիրքերը տարվա շատ ավելի շահեկան են հաշվի առնելով առնվազն իմ նշած կամ Ռուսաստանի Դաշնության նախագահի վերջերս նշած փորձարկումները լավ ձևով անցած եւ արդեն սերիական արտադրության դրված Բուրիվեստիկ եւ Պասեդոն տիպի հրթիռների արկայությունը։ Այնպես որ իրավիճակը սա է։ Իսկ որոշ մտքի գիգանտներ մեր ժողովրդին հորդորում համոզում են, որ գիտեք, խաղաղություն է, հաց, առևտուր եւ այլն։ Հետո որ պատերազմը Աստված մի արասի, եթե այդ պատերազմը եղավ, վստահաբար ասենք այդ մարդիկ իրենց ընտանիքներով վաղուց ճողոպրած են լինելու եւ մեր ժողովուրդը նույն իրապահ համակարգը, նույն իրապահ համակարգի ղեկավարները, լինի ոստիկանություն, լինի ներքին գործերի նախարար, լինի ազգային անվտանգության ծառայություն, լինի, ասենք, զինված ուժերի բարձրաստիճան սպայակացում, այդ բոլորը մնալու է այստեղ։ Փաշինյանի ինքնաթիռում այդքան տեղ չկա, ես կարծում եմ նույնիսկ Փաշինյանը ոչ մեկն էլ չի տանելու, եթե փախնելու խնդիրը հասունանալը միայն իր ընտանիքով է գնալու։ Բոլորը մնալու են այստեղ։ Եվ ինչ։ Դուք պատկերացնում եք, որ մենք մարդկային տարածքային այս ռազմական գործողությունների արդյունքում որ կորուստներ ունեցանք, ժողովրդից հասումը, երբ ադրբեջանական բանակին համարժեք արդյունավետ պատասխան չի կարող տալ, մարտեր են մղվում եւ այլն։ Երևանի փողոցներում ում նկատմամբ այդ ժողովրդից հասումը կարող է իրականացվել կամ թիրախով կլինի, ես կարծում եմ բարդ չի հաշվելու համար, այսքանում։ Բայց օրինակ երեք հովանավանքում Սիմոնյանն ասում էր դժգոհ եմ, 6 ամիս հետո կգնան կընդունության կտեսնենք, դե ջարդես նույնս Ալեն Սիմոնյանը, որ անցած շաբաթ այդպես տեսանք հրապարակի դիջեյություն էր անում։ Ես նորից եմ ասում, պատահական չի, եկեք այսպես նայենք, հա, որպեսզի գնահատենք երկու ուժային կենտրոնների լարումների չափը հասել է միջուկային պատերազմ սկսելու միմյանց նկատմամբ
գործնական կամ տեսական սպառնալիքների կիրառմամբ։ Ռուսաստանի նախագահը ասում է, ես ունեմ այս Ռուսաստանն ունի այս զինատեսակները՝ Բուրիվեստիկ եւ Պոսեյդոն։ Ինչ ունի Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների նախագահը ասեց, մենք փորձարկումներ կսկսենք, սկսեք։ Այսինքն Ռուսաստանի նախագահի այդ երկու հրթիռներին ի պատասխան ինչ զինատեսակներ համարժեք Միացյալ Նահանգները չունի եւ բնականաբար Ռուսաստանի Դաշնության ղեկավարը շատ ավելի շահեկան դիրքերում է, քան Միացյալ Նահանգների։ Ուստի եւ վաղ թե ուշ ընդ որում երեք Միացյալ Նահանգների նախագահը ասել էր, չէ, ասել էր, մենք տամահավքեր չենք տալու Ուկրաինային։ Հետո կորոշեմ կտանք, չենք տա։ Եթե այդ նախագահը, որը իր բառամթերքը դպրոցական աշակերտի բառամթերք է, եթե ուշադրություն դարձրեք, իսկապես միտքը բառերը բականին այսպես աղքատեն։ Բայց Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ զինվորականներ կան։ Այդ մարդիկ հրաշալի հասկանում են, չէ, որը որից հետո։ Խոսքս Պենտագոնի ղեկավարի մասին չի։ Այն գեներալների, որոնք կրթություն են ստացել, պատերազմներ են մղել, ընկերներ են կորցրել, հակառակորդի ուժը իրապես են գնահատում։ Հիմա այդ գեներալները հասկանում են, որ Ռուսաստանը այս առումով ունի բացարձակ առավելություն։ Եվ ես չեմ բացառում, որ ուղղակի լրջագույն ճնշում լինի Միացյալ Նահանգների նախագահի վրա։ Ասի այդ քո բիզնես տրամաբանությունը մի կողմի վրա դիր։ Հա, բոլորից էսպես վախացնել, ստիպել, որ իրենցից զենք առնեն, վառելիք առնեն եւ այլն։ Ռուսաստանը խիստ ավելի առարկայական է։ Ռուսաստանը ասում է, ես ունեմ այս զինատեսակը եւ պատրաստ եմ կիրառել։ Եվ կարծում եմ Տրամպին լավագույն կերպով կարող են բացատրել այդ ամեն ինչը Պենտագոնի գեներալները, որոնք հրաշալի որպես մասնագետ հասկանում են։ Այնպես որ Ալեն Սիմոնյանը դիջեյություն անում, ինչ անում, դե ասում է ցիրկ շիպիտո, հա։ Հիմա կոմիկ են այս մարդիկ, ինչ ասեմ։ Իրանց բերել են, որպեսզի այդ այսինքն մարդկանց զբաղեցնել, որպեսզի մարդը ստապ չնստի, մտածի, ասենք իրավիճակ, ընդ որում գումարել կա, ասեմ քեզ։ Այստեղ ձեզ Թուրքիայի համար խնդիր չի մի քանի միլիարդ դոլար ուղղակի միջնորդավորված Հայաստան բաց թողնելը կամ Ադրբեջանը։ Այսինքն մարդու նյութականը, որ քիչ թե շատ բարվոք է, մի քիչ էլ շոու է նայում, մի քիչ էլ եկեղեցուց է խոսում, մի քիչ ալենից է խոսում, այդպես կյանքը գնում է, վտանգը չի զգում։ Ես կարծում եմ հստակ տեխնոլոգիա է աշխատում, մեն ինչ որ իրականացվում է եւ այդ տեխնոլոգիայի արդյունքում հավաքական առումով ոչ միայն մեր ժողովուրդը, այլև քաղաքական ուժերի գերակշիռ ճնշող մեծամասնությունը իրավիճակը համարժեք չեն գնահատում։ Որտեվ դուրս եմ ասում, եկեք նայեք կեցվածքը աշխարհի ուժային կենտրոնների կամ Տրամպը գնաց Չինաստան օրերս առանց համատեղ հայտարարությամբ ուղղակի արագ վերադարձավ հայրենիք։ Ինչու՞։ Որտեվ են ճնշումները, որով ԱՄՆ-ի նախագահը փորձում էր իրականացնել Չինաստանի ղեկավարության վրա, չստացվեց, չեղավ ոչ մի պայմանավորվածություն եւ նա ուղղակի իհարկե հաղթանակած արտաքին տեսքով, բայց գործնականում պարտված վերադարձավ Միացյալ Նահանգներ։ Իսկ Չինաստանը հետևողականորեն տանում այն գիծը, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ, Ռուսաստանի եւ Հնդկաստանի ղեկավարների հետ համատեղ։ Այդ գործընթացի հիմնական շահառուները եւ ուժեղ կողմը։ Այսքանը ձեր հարցին։ Սպասվում է վաղ շաբաթում ընտրություններ, պարոն Նահապետյան։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը նորից հիշեցնենք, ովքեր են այդ անձինք հանրապետություն կուսակցության թեկնածուն, որ նորից հիշեցնենք այդ մարդու դանոսների հիման վրա այսօր Կաթողիկոսի եղբորը եւ որդուն տալում են կանանքի եւ նաեւ նախորդ անգամ անդրադարձակ Մեխակյան արգիշտին, հիմա այդ Եկեք այսպես նայենք, հա, իսկապես կարևոր է, Էջմիածնում ընտրությունները շատ կարևոր է, որտեվ իշխանության պարտությունը ամեն ինչ անելու է, որ չպարտվի իշխանությունը։ Բայց եկեք այսպես, եթե այն քաղաքացիները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրությանը,
համայնքի ավականի եւ քաղաքապետ ընտրելու իրենք եթե իրենց ձայնը տան, հետո նաեւ իրենք այո կարող են ամենայն հավանականությամբ կեցված դրսևորել, որ պաշտպանեն իրենց տված ձայնը։ Խնդիրը նա չի թե ընդդիմադիր որ գործիչը կստանա առավելագույն կապ դաշինք կստեղծի, ամենայն հավանականությամբ դաշինք է լինելու։ Ես կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետը Էջմիածնի քաղաքապետի տեխնացուն քաղ պայմանագրից Արգիշտի Մեխակյանը, որը քաղ պայմանագրի անդամ է, բայց քաղ պայմանագրի էությունը կարկառուն ներկայացուցիչների էությունը չունի։ Ես ինչի համար եմ ասում, այնուամենայնիվ այդ անձի մոտ որոշակի ասենք այսպես էլի ամոթի Մեխակյանի որդու լինելու հանգամանքի իր մոտ կա։ Եվ գիտեք ինչով եմ ես դա հիմնավորում, որ կա։ Այսինքն ինքը Փաշինյան Նիկոլ չի, ինքը Արեն Սիմոնյան չի, ինքը Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը չի։ Որտեվ եթե ուշադրություն դարձնեք քարոզչական պաստառներ վահանակներ, տառաչափը տված է այն չափով, ինչ որ ենթադրենք սիգարետի տուփի վրա, որտեղ մեծ տառերով նշում է սիգարետի անվանումը եւ այլն շատ փոքր անկյունում համարյա անընթեռնելի գրված է ծխելը վտանգավոր ձեր առողջությանը։ Այ քաղ պայմանագիրը մոտապես ԿՊ-ն այդ ձևով է քարոզչական ուրեմն պաստառների վրա ներկայացված։ Սա ինչի համար է, որ Արգիշտին փորձում է այնուամենայնիվ իրեն քաղ պայմանագրից հեռու դնել, թեև իր ներկայացուցիչն է։ Բայց կարծում եմ մեր ժողովուրդը այդքան պարզամիտ չի եւ Արգիշտին ունի գործնականում ընտրության իրավունք։ Ընտրության իրավունքը կանոնում է հետեւյալում. կամ ինքը հրապարակավ հայտարարում է, որ ինքը չի ուրանում, 3 բան եմ ասում, եւ նաեւ հորդորում եմ մեր ընդդիմադիր գործիչներին, լրատվամիջոցներին Արգիշտին այդ հարցը ուղղել։ 3 հարթությամբ առաջին. Արգիշտին ճանաչում է Արցախը որպես Հայաստան։ Եվ այն տղաները, ովքեր որ կյանք տվեցին, այդ թվում իր հայրը, որը բավականին մեծ ավանդ է ունեցել ազատագրական պատերազմում, որպես Արցախի ազատագրության համար նահատակ ինքը ճանաչում է։ Առաջին, երկրորդ, Արգիշտին ճանաչում է ցեղասպանությունը եւ Արարատը որպես խորհրդանիշ։ Սակրալ, ստեղ միայն Արարատի զուտսալ լինելու հանգամանք չի։ Եվ երրորդ, Արգիշտին ընդունում է մեր եկեղեցու ներկայիս հոգևոր առաջնորդին եւ այն հավատը, որի կրողներն եք եկեղեցու հավատավոր զավակները։ Թե իր համար միևնույն է, ասեն կարգալուց քահանան կարող է միջոցառում անել, անում է դնել պատարակ եւ երկրի ղեկավարությունը գնա մասնակցի այդ միջոցառմանը։ Ես հորդորում եմ Արգիշտին պիտի ցույց տա ինքը ուրացողների աղանդից է թե ոչ։ Այդքան բան։ Մինչև ամսի 16-ը 14 օր կա։ 24 ժամվա ռեժիմով փորձեք Արգիշտին հրապարակավ տեսախցիկ եղանը, что ինքը պատասխանի։ Այդ ժամանակ կերևա Ինչքանով է հոր գործի շարունակողը, ինչքանով է քաղ պայմանագրից։ Ուրացողը թե չէ, այս 3 հարթությամբ։ Իսկ Էջմիածնի ընտրությունները այո, ես կարևորում եմ եւ այստեղ ժողովուրդը պետք է ընտրի ուրացողների եւ հայրասերների միջև։ Ուրացողները ակնհայտ են։ Արգիշտին դեռևս մեջտեղում է։ Արգիշտին փորձում է իրեն տարանջատել քաղ պայմանագրից կամ ուրացողներից։ Թող լրագրողները 24 ժամվա ռեժիմը փորձեն Արգիշտից իմ նշած 3 հարթությամբ հարցերի պատասխաններ ստանալ։ Այսքանը։ Պարոն Ալբերտյան, մինչև դուք եթերում եք, մինչև անգամ միջազգային այլևս հարթակներում խոսվում է, թե ինչ դաժան հարձակման է ենթարկվում հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում քրիստոնեություն ընդունած առաջին երկրում Հայաստանում։ Եվ խնդրեմ։ Սա այլևս այսինքն բարձ է, չէ՞, Նիկոլ Փաշինյանը դաժան Բրիտանական էքսպրեսը գրում է բացահայտելով Զեկվիցի բովանդակությունը։ ասեմ ձեզ, արևմուտքին ձեռք չի տալիս այն ինչ որ եկեղեցու դեմ է գնում, բացի Վատիկանից, այո։ Իհարկե։ Գիտեք ինչի, որտեղ ոչ թե որ իրենք այդպես մեր եկեղեցու խիստ ջատագովն են։
այլ որ Փաշինյանի առաջ Արևմուտքը այլ խնդիր է դրել։ Եվ եկեղեցին առաջնայինը չի։ Եկեղեցին մասնատել եւ ստեղծել Հայաստանի եկեղեցի Արևմուտքի համար առաջնային դերակատարություն չունի, բացի Վատիկանից։ Նրանք ինչ խնդիր են դրել։ Փաշինյանը շատ արագ պետք է կարողանա լուծել հետեւյալ հարցերը։ 102 բազան Հայաստանից դուրս բերի, սահմանապահները դուրս գան իրանական հայ-թուրքական սահմանի, ատոմականը փակվի, գազը Ադրբեջանից ստացվի, երկաթուղին տրվի թուրքերին եւ այդպես շարունակ։ Այսինքն Ռուսաստանը ամբողջովին դուրս դրվի։ Արևմուտքը սա է ուզում։ Եկեղեցին իր համար առաջնային չի։ Առաջնայինը եկեղեցու մասնատումը Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Ես մեր հաղորդման սկզբում դա մասին ասացի։ Եվ ահավասիկ ինչ հայտարարություններ որ անեն գործնականում Փաշինյանի վրա ոչ մի ազդեցություն դա չի գործելու։ Ասենք հայտարարեցին, հետո Սամվել Կարապետյանի հետ կապված էլ միջազգային մի քանի կառույցներ որոշումներ են ընդունել, սա էլ ասում չեմ անում, պետությունն էլ տուժուտուգան կտա, այդ տուժուտուգանք իրականում պետությունը չի տալու, մեր հարկատուներն են տալու, իսկ մեր երկրի քաղաքացիները եւ Փաշինյանը թքած ունի, թե Հայաստանից ինչքան տուժուտուգան կգնա դատարաններում վճիրները կյանքի չկոչելու համար։ Այսքան է։ Եվ վերջում փոքրախ միջազգային նաև Մադուրոին հաշված որպես Վենեսուելայի նախագահ հաշված ժամեր են մնացել, օրեր ավելի շուտ հայտարարել Թրամփը։ Դե հիմա մենք հասկանանք ինչ ասել է Միացյալ Նահանգները, եթե իրան պետքա որ մտնի Իրաքը գրավի, Ռամսվելդը մի սրվակ էր թափ տալիս, որի մեջ երևի ալուր էր, ասենք, փոշի, որը ներկայացնում էր, որ Իրաքը ունի քիմիական զենք։ Հետո պարզվեց, մտան, գրավեցին, բռնեցին, կախեցին, այդքան կորուստ եւ այլն, պարզվեց չէ, հետախուզությունը սխալ տվյալ էր տվել։ Նույնը Լիբիայի նախագահ Կադաֆիին։ Այսինքն Միացյալ նախագահները չեն սեթևեթում եւ այսօրվա նախագահը իդեպ շարունակողն է Ռեյգանի քաղաքականության ինչու որտեվ ուժի կիրառումը պետությունների բացահայտ անթակույց առանց սեթևեթանքի ոչ զարթուղի ոլոր-մոլոր ճանապարհներով Ռեյգանի ժամանակ էր այդպես արվում եւ հիմա Տրամփի ժամանակ է արվում։ Պետք է Վենեսուելայի նավթը, այսպես ասենք։ Եվ պատական էր արդյոք որ Նոբելյան մրցանակի խաղաղության արժանացին ինչ-որ Վենեսուելայից մի հասարակական գործի։ Ակնհայտ է, չէ՞ որ պատական չէ։ Այսինքն ես կարծում եմ, որ խնդիրը Վենեսուելային գրավելը չի, Ամերիկան չի կարող գրավել, խրվելու է մինչև վերջ։ Ինչու, որտեղ ցամաքային օպերացիա, ասենք հարվածներ կարող է հրթիռային հասցնի ինչ-որ օբյեկտների, բայց ցամաքային օպերացիա, որ մտավ այդ տարածք, ձեզ վստահաբար եմ ասում, 2 միլիոն ինքնապաշտպանական ուժեր կա տարածքային, 2 միլիոն քաղաքացի, որոնք զինված են, որոնք բարբերաբար ճամբարները փորձառություն են ստացել, ուսուցում են ստացել, ասենք միլիցիա է կոչվում։ Այդ 2 միլիոն մարդը կռվելու են, ընդ որում հաշվի առեք, որ Վիետնամում ամերիկացիները որ խլվեցին, խայտարակ կերպով պարտվեցին։ Բայց այն անանցանելի ճահիճները եւ լեռները, որ ունի Վենեսուելան, այստեղ արդեն ամիջական կոնտակտային մարտում այդ երկրի քաղաքացիները ունեն բացարձակ կառավարություն, ինչու որտեղ իրենք պաշտպանում իրենց հայրենիքը, ի տարբերություն ամերիկացիների, որոնք ընդհանրապես օկուպանտ են։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի եւ անվտանգության ուժերի որոշումը ոչ թե ցամաքային օպերացիան Վենեսուելան գրավելն է, այլ իշխանապողություն անել, ուղղակի սպանել Մադուրոին։ Եվ երկրի, ասենք, բարձրագույն որոշ ղեկավարներ, որոնք ամենահավատարիմն են Մադուրոին, որոնք Հուգո Չավեսի մտերիմներն էին, հիմա Մադուրոյի հետ են։ Այսինքն սպանել եւ իշխանության ում բերել, ոչ ավել, ոչ պակաս այդ այսպես կոչված խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր տիկնոջը, որը Վենեսուելայից էր։ Սա էլ ինչ վերաբերվում է Վենեսուելան։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը բականաչափ եւ օդուժի եւ հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության
Մականչապ զենքեր տրամադրել է Վենեսուելային, տեսնենք։ Միացյալ Նահանգների արկածախնդրությունը ինչի կգնա։ Հետաքրքիր գիտեք ինչն է, երբ Միացյալ Նահանգների նախագահ պարբերաբար ասում է ինքը 8-10 պատերազմ է կանգնեցրել, գործնականում բլեֆ։ Այստեղ գետնի վրա ինքը կոնկրետ պատերազմ է սանձազործում ինքնիշխան պետության ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության դեմ։ Սա էլ ձեր հարցի պատասխանը։